Մագաջան եկավ խոստացված ժամանակը, որ ասել է անդրադառնալու ենք հաղորդմանը, եւ այսպես դիտում ենք Մագա ավտոշոու չստացված կադրեր VTV եթերում։ Հատուր, ես ուղակի հիացած եմ, շատ մեծ մեքենա եք վարում։ Բա, մեծ երկիչը պիտի մեծ մեքենա վարի։ Այո, սա կաշի, հա։ Բենջա, հա։ Չէ, չեմ հավատում, հլը։ Հա, էլի կաշի է։ Իսկ մի բան ասեմ, շատ է, չէ խմում այս մեքենան երևի բենզին։ Դու բենզինը մեր համար вообще պրոբլեմ չի, քուրիկ ջան։ Հատուր, բա ինչ ենք կանգնել ստեղ սենց։ Դե ասի բենզին լցենք, պրոստը հերթա, հեսը սպասենք, հեսը գլցնենք։ Բայց ես բենզին է հաստատ։ Հա, էլի, թազա բենզակալոնկեքն են։ Միշո, իրոք հիանալի մեքենա ես վարում, հիանալի, իսկ ցույց կտաս ինչ ունես քո թաքստոցներում։ Նա խոսքը ամեն ինչը կա, ամեն հարմարություններ, բաներ, ոսկի, ուրա, բարդաչոկի մեջ, ասեն դիսկերն է, բաներն է, Էդի չասեք, վախացիր այդ տղա իմ հաղորդման շրջանակներում ինձ։ հանգիս, վեսից գազվի պիստոլետը։ Անջատացա կամերան։ Գազվի պիստոլետ, նա այդ տղա ջան իսկական զենքը որնա։ Վաու, DJ Սերժո, ես ուղակի զարմացած եմ, այս իչքան բուֆեր, սապ բուֆեր ու ուսիլիցել ունես դու քո բագաժնիկում, ահրելի քանակությամբ սիրելի հեռուստայթողներ, փաստորեն դու սիրում ես բարձր երաժշտություն լսել շատ։ Հա? Ասում եմ սիրում ես բարձր շատ լսել երաժշտությունը։ Ինչ? Ասում եմ երաժշտությունը բարձր ես լսում։ Ուզում ենք ես վերջերս համերգ դնենք, ճիշտ ասած մտ կլաբ ենք եկալ։ Դե գիտես, Ռազմիկանյանի մեքենան ամենալավ մեքենան, հա։ Գիտես, որ ես քշելուց ավելի ասեմ, այնքան հմուտ եմ, որ կարող եմ առանց ձեռքերի քշել, նայ, ուշադիր նայ։ Հոպ։ Նայ Մագաջան, առանց ձեռքերի կարողանում եմ քշել, ավելի ասեմ, ուզում ես ոտքերս բարձրացնեմ, եւ նույն ժամանակ նայ, համ ձեռքերս, համ ոտքերս նայ։ Հոպ, ոչ ղեկինա, ոչ է սեղմեմ սեղմակներ, ուշադիր նայ։ Իսկ հիմա հատուկ քեզ համար Մագաջան ուշադիր նայ։ Եվ մեր հերոստատիտողի համար ուշադիր նայ, հիմա աչքերս փակ եմ գնում 3 4 նայ, ղեկինը չեմ նայում, ահա, դիմացած չեմ նայում, ղեկը չեմ բռնել, ու ասեմ սենց, Մագաջան կարող եմ ժամերով գնալ, մեկա, ինձ համար, որտեղ ես սովոր եմ, ես Ռազմիկանյանն եմ, Դե սիրելի Արտաշ Ասատրյան, հիանալի ավտոմեքենա եք վարում եւ հիանալի մեքենա ունեք։ Շնորհակալություն ձեզ, որ մասնակցեցիք մեր շոուին։ Կներեք մի վարքե։ Համամ։ Հաջան։ Շուկայից ես դուրս եկել։ Շատ է վեշդ։ Հա։ Ինչ չերոմուշկայում ես։ Ես է սիոմկայեմ, Լավ, սպաս, ես մի բան կմտածեմ։ Սիրելի Արտաշ, ըստ մեր հաղորդման ֆորմատի, մեր հյուրը անպայման պետք է գնա Չերոմուշկա, այնտեղից վերցնի մի կնոջ եւ տանի տուն։ Դե սիրելի հեռուստադիտող, ավարտվեց եւս մեկ Մագա ավտոշոու հերկուսի եթերում, մեր հյուրն էր Վարդան Բադալյանը իր հիանալի Toyota-ով։ Շնորհակալություն քեզ Վարդան։ Շնորհակալություն։ Վերջ անջատած, հա։ Հա, վերջ, արդեն ավարտես նկարանումը։ Ցավը տանում ստեից որ մարշրուտին է իթում զեյթուն։ 76-ը կնստես, կալցեվոյը կանստես, կասես ինձ վախտին կնստես ուշ մեքենա կնստես։ Էս է ձեր բանալները վեր։ Եղա։ Ինչպես տեսնում եք, իմ կողքին է Նարեկ Բավեյանը։ Ողջույն Նարեկ։ Ողջույն Մագաջան։ Ճիշտ ասած, ես չէի սպասում, որ դու կարող եք քշես այս հիանալի մեքենան, նույնիսկ ես կարող եմ ասել, որ շատ է սա քեզ համար, բայց ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ դու կարող ես քշել Mercedes ML Magnus-ի այս մեքենան։ Եվ Նարեկ։ Ահա։ Բա ուր է ապան։ Չես արել դեռ ապա։ Ճիշտ ասած չեմ հասցրել դեռ ամել, ապա ապահովագրումը, բայց հուսով եմ կանեմ էլի։ Լավ։ Կենտրոնին մագանա։ Ստեղ մի հատ մեքենա կա, ապա արած չի։ 15 կիլո 189, հա։
Ողջույն սիրելի հեռուստադիտող, կրկին Մագա ավտոշոուն է երկուսի եթերում եւ այսօրվա մեր հյուրն է Սահակ Բաղդասարյանը։ Ողջույն Սահակ։ Լենիվերկյան, Սահակ Բաղդասարյանը ով է? Ինքը աստղ չի, թե ենք իրան նկար։ Ջանդամ թե աստղ չլինի, ինչ պապա մեքենա է քշում, ստեղ նայ մի հատ։ Սահակ ջան, համարդ կտաս։ Դե ինձ սիրելի հեռուստադիտող, ավարտվեց եւս մեկ Մագա ավտոշոու երկուսի եթերում եւ մեր հյուրներ Արամեն իր հիանալի S դասի Mercedes-ով։ Հիանալի մեքենա է վարում Արամեն։ Իսկ ինչ որ երկրպագուները քեզ շատ չեն անհանգստացնում։ Դե պատահում է, էլի շատ են գալիս ուզում են նկարվել, բան։ Տեսնում ես, եւս մեկ։ Լավ, թողում եմ։ Նկարվել գծում կլինի։ Հա, կլինի։ Անամետ նկարել է գծում։ Այո։ Կայնեք բանդաժները հլնի։ Տեսոր է ինչ լավներ է մի Բոգդանը, սպանող մեքենա է։ Ո՞ր սպասի ջուսը չի։ Ջուս? Ջուսնա նկարի։ Ջուս ողջույն, ինչպես ես։ Էս ինչ է, Էդ ինչ է։ Հա, ծուղակի չի ման։ Էդ ինչ է վրան գրած։ Ոչ ոք չկա։ Էդ ինչ է։ Դու ասես դրոսի երկը հավատաս։ Ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտող, կրկին Մագա ավտոշոուն է երկուսի եթերում եւ այսօրվա իմ հյուրն է Արման Բարդումյանը։ Ողջույն Արման։ Ողջույն, Մագա քույրիկ։ Արման ջան, ես գիտեմ, որ ժամանակին ճիշտ բոլորս էլ հիշում ենք, չէ՞, սիրելի հեռուստադիտողներ, որ Արմանը բավականին հայտնի երգիչ էր, երգում էր բոլորի համար, նրա երգերը բոլորը սիրում էին եւ երգում էին։ Իսկ ինչով է այժմ զբաղվում Արման Բարդումյանը։ Ինչով եմ զբաղվում, դե իմ գործը էլի երգն է, Մագա քույրիկ, երգում եմ, ես երգով եմ փող աշխատում եւ մյուս բանը, որ շատ եմ սիրում, իմ հոբին կարելի ասել, դա մեքենա վարելն է։ Ամբողջ գիշեր կարող եմ մեքենան վարեմ, սենց շատ եմ վարում ես մեքենան, շատ եմ սիրում ու զուտ իմ հավեսի համար կարող է օրերով վարեմ իմ այսպես ասած կայֆի համար։ Հասկանալի է։ Դե ինձ սիրելի հեռուստադիտող, Մագա ավտոշոուն մոտեցավ իր ավարտին, մեր հյուրն էր Արման Բարդումյանը։ Հաջողություն Արման, կհանդիպենք դեռ։ Թող ձեր ճանապարհը լինի կանաչ։ Հաջողություն։ Զուտ իմ կայֆի համար։ Ինչպես տեսնում եք, մենք այժմ զրուցում ենք Սիլվա Հակոբյանի հետ։ Սիլվա, ես քեզ շնորհավորում եմ, որ դու գնել ես նոր ավտոմեքենա, սա քո առաջին ավտոմեքենան է։ Այո, իհարկե։ Իսկ չես դժվարանում քաղաքում վարելիս, չէ՞ որ մի քիչ դժվար է մեր քաղաքում ավտոմեքենա վարելը։ Ճիշտ ասած, երևի միակ այն երջանիկներից մեկն է, որ միշտ papas կողքս է, միշտ օգնում է ինձ, papan որտեղ էլ գնամ, թե համերգների, թե որտեղ քաղաքում որ մասը քշեմ, papan միշտ կողքս է։ Papan կողքն է լինում եւ օգնում։ Այո, օգնում է, միշտ ինձ օգնում է, ինձ կողքն է, միշտ իմ papan։ Հասկանալի է։ Լավ, եղավ, դե ինձ ելնես ավարտվեց այսօրվա Մագա ավտոշոուն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Շնորհակալություն Սիլվա ջան, հաջողություն, շատ հաճելի էր, հաջողություն։ Վերջպրծանք բալես։ Ստեսուն ձեզ Արիջան։ Հաջողություն։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում կրկին Մագա ավտոշոուն է եւ այսօրվա իմ հյուրն է Երվանդ Ղարեբյանը։ Ողջույն Երվանդ, եթե դժվար չէ, կներկայացնես մի քիչ քո փոխադրամիջոցը։ Խրուշովյան բնակարանի շեստող այս գերմանական դայնասորը։ Շնորհակալություն քեզ, Ֆորջ, դու ուղակի ահռելի մեքենա ես քշում, ահա որ մեծ մեքենա ես քշում, ես մեծ բավականություն ստացա տեսնելով այս մեքենան։ Շնորհակալություն քեզ, հաջողություն։ Դե սիրելիներս, ավարտվեց Մագա ավտոշոուն այս շաբաթ, կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ եւ կտեսնենք թե ով է մեզ լինելու հյուր։ Եվս մեկ ավտոմեքենա, որ ես կուզեի ներկայացնել, McLaren։ Ինձ զանգահարում են Ժնևից եւ ես պետք է շատ անհապաղ ահավոր վրազ պատասխանեմ։ Այո, շնորհակալություն։ Թե ինչ, տեսանք իմ կոնկուրենտի ավտոմեքենան, Երվանդ Ղարեբյանի։ Հիանալի մեքենա ունես ուղակի, ես ուղակի հիացած եմ քո մեքենայով, շատ լավն է նա։ Մի խոսքով գոհ եմ, շատ։ Իա, կամաց մի քիչ քիսոենք են մերի։ Սիրելի հեռուստադիտողներ, այժմ տեսնենք ինչ ավտոմեքենա է վարում Վիտամին ակումբի Գարիկը։ Ողջույն Գարիկ։ Գարիկ, մի հարց ունեմ։ Էս ինչ մեքենա ես վարում։ Դե ինչ անեմ Ագա ջան, Վրաստանից եմ բերել, մնացել է վրաս։
Հəլ որ առնող չկա, թե վնասվել է, էլի։ Միգուցե գինը ասես կարողանանք օգնել մի կերպ։ Այքը ինքը ընդհանրապես խնդիր չունի, ուղղակի ես մի փոքր մասն է, ես կդզեմ, ռաստամուշկա արել եմ, ինչ գնով որ վերցել եմ $4000, այդ գնողը կտամ։ Շատ քիչ բան է եղել։ Ես կհասցնեմ կսարքեմ, էլի։ Սիրելի հեռուստադիտող, խնդրում եմ, եթե մարդիկ կան ովքեր ուզում են գնել այս ավտոմեքենան, թող կապնվեն, այո, Գարիկի հետ եւ Անկարան վիտամին ակումբի օֆիս։ այո։ Եղա, շնորհակալություն, Գարիկ, հաջողություն, շուտով, անես լինի, որ շուտ վաճառես այս ավտոմեքենան։ Շնորհակալություն։ Դե ինձ սիրելի հեռուստադիտող, ավարտվեց եւս մեկ ծրագիր, հուսանք որ Գարիկը կարողանա վաճառել իր ավտոմեքենան եւ կունենա հաջող։ Գարիկ, Գարիկ, կամաց հիմա դիմացն ես խփելու։ Գարիկ, դու հաստատ քշի, Գարիկ, ուզում ես կանգնացու ես հանեմ մեքենան։ Գարիկ, ուզում ես, Գարիկ էլի ես խփում, Գարիկ։ Շնորհակալություն Մագար, շնորհակալություն բոլորին։ Այս անգամ համար այսքանը կհանդիպենք մեկ շաբաթից VTV եթերում։